համարում։ Այսինքն դուք ապացուցեք, որ վերականգնի դառնալու ամենաշատը եւ ըստ ռամավանության մեծ մասը կողմից է։ Դուք հնարավորություն ունենաք ըստ ռամավանության վճռապետ դառնալու չէ՞։ Իսկ այդ պարագայում հարց է առաջանում, մենք ինչպես ենք մասնակցելու ընտրությունների։ Եթե վերակնիչ դատարանի նախ լավ մի օրում ես հասցրեցի, բողոքը գրեցի եւ ներկայացրեցի։ Վճռաբեկը դուք պատկերացնում եք 3 օրում որոշում կայացրել։ Վճռաբեկը օրինակ շատ շուտ ամենակարճ որոշումը կայացրել է Սամվել Կարապետյանի գործով, երբ որ հիմնավոր կասկածի բացակայության մասով դիրքորոշում էր տալիս։ Բայց անգամ այնտեղ չհասցրել այսպիսի արագության որոշում կայացնել։ Ես չեմ պատկերացնում, որ միջև ընտրություններ, եթե վերակնիչ պայմանական իրենց բողոքը բավարարես, մենք բողոքարկեցինք վճռաբեկը միջև այդ բարույթ կընդունի։ Մի հատ էլ որոշում կկայացնեն, այդ որոշումները կլինի մեր օգտին։ Այս պահի դրությամբ, ախր այս քննարկելու այս ամեն ինչ քննարկելը անիմաստ է։ Ունենք առաջինացիային դատարանի որոշում։ Այդ որոշումը վերջնականաուժի մեջ համտնում հրապարակման, բայց կնիկված է Հայաստանի Հանրապետության կնիքով։ Էլ ինչ կա քննարկելու։ Մարդիկ գնացին ընտրությունների մասնակցեցին։ Միջազգային պրակտիկան, ասեմ, Եվրոպական դատարանը, ասեմ ավելի, մեր սահմանադրական դատարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Եվ սահմանադրական դատարանը այնտեղ իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ այսպիսի որոշումների չբողոքարկումը համապատասխանում է սահմանադրությանը, որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը պետք է ունենա վերջնական որոշում մասնակցի ընտրությանը, թե ոչ սահմանադրական սահմանադրականության հարց քննարկել է, ասել է հղում կատարելով նաև Եվրոպական դատարանի բազում նախադեպային որոշումների հստակ արձանագրել է, որ դա իրավաչափ է։ Այսինքն նման որոշումները պետք է ենթակա չլինեն բողոքարկման։ ՆԳՆ մի ուրիշ հետաքրքիր պարզաբանում էլ ունի, ասում է, դե գիտեք, այդտեղ խոսքը վերաբերում է ճշգրտումներին, մինչդեռ ընտրացուցակում անձին ներառելը ճշգրտում չէ։ Բայց սրա կապակցությամբ գոյություն ունի ընտրական օրենսգիրք։ Ընտրական օրենսգրքի հիմա հոդվածը չեմ մտաբերի, բայց հստակ կարող եմ ասել։ Ընտրական օրենսգրքի վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ ընտրացուցակում ներառելը վերաբերում է ճշգրտմանը։ Ինչ է ասում ընտրական օրենսգիրքը, ասում է, ճշգրտման արդյունքում անձանց թվականակը կարող է փոխվել։ Եթե ասում է ճշգրտման արդյունքում թվականակը փոխվել, ուրեմն թվականակի փոփոխությունը հանգեցնում է ճշգրտման։ Հետևաբար նման գործերը վերաբերում են ճշգրտման։ Եվ հետևաբար ՆԳՆ նախարարության, ներքին գործերի նախարարության պարզաբանումը անհեթեթ է, ոչ իրավաչափ եւ իմ կարծիքով անարգանք է դատարանի նկատմամբ, որը չգիտեմ ինչու հանդուրժվում է բոլորի կողմից։ Դա ենթադրում է նաև, որ պետք է ընտրական գործընթացների մասնակցել։ Հիմա ինչպես է տնավորվում արծացնելը ենթադրական գործընթացների։ Վերջի շաբաթվա իմ համար նշանակալի նորություններից մեկն էր այն էլ, որ կոնկրետ իմ մոտ ինձ ունեմ 5 վստահորդ տեսմասով, բայց շատ են այդպիսի անձինք, որ արցախցի բարձրաստիճան զինվորականներին ուղարկում են իրենց ծառայողական բնակարանները ազատելու վերաբերյալ ծանուցում։ Այդ ծանուցումը կարող եմ, օրինակ Ֆելիքս Գաբրելյան, Վլադիկ Խաչատրյան, Արմեն Ղահրամանյան, շատ մարդիկ կան։ Արմինե Մոսյանի հենց նշածս անձանցից մեկը իր հորաքրոջ ամուսինն է։ Հիմա այս մասով պարզաբանում։ Տեսեք, ընդ որում այդ ուղարկված ծանուցումների մեջ որևէ պարզաբանում չկա, ընդամենը գիտեք ինչ է նշված։ 2007 թվականին ասма քեզ հատկացված 40 քառակուսի մետր մակերեսով բնակարանը հատկացվել է սխալ։ Վերջ, խիստ սխալ։ Ընդ որում հասցեն են անգամ սխալ նշում։ Ասում է Գյուրջան հասցեին քեզ հատկացված բնակարանը, հատկացվել է սխալ։ Մարդ ասում է Գյուրջանը բնակարան չունի։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Արցախի ներկայացուցչության շենքը պիտի վերադառնի, Արցախի ինստիտուտներ չեն կարող։ Շատ լավ, կանդրադառնամ։ Ասում է հատկացվել է սխալ։ Հիմա իհարկե այս կապակցությամբ մենք օրինակ Միքայել Արզումանյանի եւս այսպիսի ծանուցում են ուղարկել, դիմել ենք դատարան, գործողությունը նշված գործողության կատարումից ձեռնպահ պահելու պահանջով, դատարանը բավարարել է, մտել է դատական ակտի ուժի մեջ, բայց սա դրեցինք մի կողմ։ Այս նույն անտեսում են դատական պրակտիկան եւ նորից էս արցախցիներին ուղարկում այսպիսի ծանուցումներ։ Ինչ էի ուզում ասել։ Տնավորման հարցին պատասխանելիս ես չեմ բացառում, որ վաղը սերտիֆիկատների միջոցով Արցախից տարհանված այն Արցախից տարհանված կամ բռնի տեղահանված այն անձին, ովքեր Հայաստանում սերտիֆիկատը իրացրել եւ ստացել են բնակարան, նրանց կարող է մի հատ ծանուցում ուղարկի ասել, դե ձեր բնակարան, ձեր սերտիֆիկատը հատկացվել է սխալ հիմունքներով, ուստի խնդրում եք օրինակ գումարը վերադարձրեք պետությանը կամ այդ բնակարանը։ Հենց ես այդ նպատակով եմ այսօր ժողովրդին հրավիրել այստեղ։
Պարզ է։ Օրենքով 10 օր է նախատեսում դրա համար։ Ողջամիտ ժամկետ, ընդ որում այդ ծանոթությունները ուղարկում են այն անձանց, որոնց բնակարանում բնակվում է օրինակ 4-ամյա աղջիկ։ Բայց սխալ ասելը պահում Ինչ նկատի ունեն։ Ես էլ չգիտեմ։ Էս է մեր մակարդ։ Պաշտպանության նախարարության բնակենցաղային հանձնաժողովի կողմից ուղարկված ծանոթման մեջ նշվածը հենց այդ է սխալ։ Երևի իրավաբանական առաջին կուրսի ուսանողը ավելի ճիշտ եւ որոշակի բարձաբանում կմտցներ։ Ինչ է նշանակում սխալ։ Խիա սխալ։ Բա հենց մեր հասածնել է դա էլի։ Խի ներկայացության շենքը 1997 թվականին կառավարության որոշմամբ հատկացվել է Արցախի հանրապետությանը։ 2025 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը սկսում է ուսումնասիրություններ, զեկույց ներկայացնում գլխավոր դատախազությանը։ Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացնում դատա։ Գիտեք հայցը ինչով են պարզաբանում։ Ասում է դե որոշումը եղել է կառավարության, բայց նվիրատվության պայմանագիր չի եղել։ Ու ինչ որ այդ հիբրիդային այդ նույն պայքարի միջոցով կեղծ տեղեկություններ են տարածում, միանում շենքը մեկ ասում են գրավադրած է, մեկ էսա, մեկ այնա, բայց իրականում ընդհանրապես սա է։ Ասում է չնայած կառավարության որոշումը կա, բայց սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագիր չեք կնքել։ Ժամկետ չկա, կառավարության որոշումը կարող է կատարվել ցանկացած բան։ Միջև էս բայ կառավարության որոշումը ուժի մեջ է։ Վարչական դատարանի նորանշանակ նախագահ պարոն Զարիկյանը կայացնում է որոշում հայցը բավարարելու մասին։ Միջև այդ հայցի բավարարումը ես Արցախի հանրապետությանից, մեկ Արցախի հանրապետության կառավարության, մեկ ներկայացության, տարբեր անձանցանից դիմում եմ գրում, ասում եմ մենք ունենք գործող սեփականության իրավունքի վկայական։ Պետությունը ճանաչում եւ պաշտպանում է մեր սեփականությունը։ Մեզ ներգրավեք գործով որպես երրորդ անձ։ Դա վարչական դատավարության օրենքի ի պաշտոն էքսօֆիսո քննության սկզբունքներում դուք պետք է անեիք։ Սեփականատիրոջը ներգրավեք, որպես իր լսված լինելու իրավունքը ապահովեք։ Գա ասի ինքը իր կապակցությամբ ինչ դիրքորոշում ունի։ 3 միջնորդություններ, 3-ն էլ մերժում են։ Արդյունքում Արցախի հանրապետությունը սեփականազրկվել է առանց իր կարծիքը լսելու։ Սա դիվանագիտական առումով մենք ունենք նաև միդից վերցրած տեղեկանք արտաքին գործերի նախարարությունից, որ ներկայացությունը Հայաստանի հանրապետությունում գրանցված է որպես դիվանագիտական մարմին։ Դիվանագիտական առումով կամ միջազգային իրավունքի տեսանկյունից սա համարվում է Արցախի հանրապետության տարածք։ Մենք հիմա կանգնած ենք Արցախի հանրապետությունում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես օրինակ Հայաստանի հանրապետության օդանավը անկախ նրանից որտեղ է գտնում Հայաստան համարում Հայաստանի տարածք, նույն ձև ես սա համարում Արցախի տարածք։ Հիմա Արցախի վերջի տարածքը Հայաստանի հանրապետության դատարանի որոշմամբ վերցրվեց Արցախից։ Բայց ստացվում է, եթե ասում են ինստիտուտներ չպիտի լինեն, մյուս կողմից թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանում ինստիտուտների ձևավորմանը Արցախի քաղաքացին կարողանա մասնակցել, այսինքն ստացվում է, որ այստեղ պիտի ընդամենը լուր նստեն, սպասեն, թե օրինակ ինչ իշխանություն կձևավորվի, Արցախի հարցում դիրքորոշում ինչպիսին կունենա, կշարունակի այս դիրքորոշումով որ առաջ շարժվել թե ոչ, այսինքն ինչպես է ստացվում, որ մյուս կողմից, եթե ասում են չկա Արցախ, ապա չկան նաև ինստիտուտներ կան Հայաստանի ինստիտուտները, բայց արցախցիները չեն կարող դրանց ձևավորմանը մասնակցել։ Այդ երբ որոշեցին է, որ չկա Արցախ եւ չկա ինստիտուտներ։ Բա որ 2022 թվականին ներողություն, բա որ 2022 թվականին բյուջեի մասին օրենքով հստակ նշում էին, որ Արցախի հանրապետությանը հատկացնել է քան բար։ Այդ ում էին հատկացնում։ Ում էին հատկացնում, ասում են Արցախը Ադրբեջանա, ում էին հատկացնում։ Դուք գիտեք ինչու չեն Արցախ հանրապետության արցախցիներին համարում Հայաստանի քաղաքացիներ։ Օրինակ, պատկերացնում եք, գիտեք սրա պատասխանը միայն ընտրություններն է։ Ոչ, արցախցիները իրականում ընտրազանգվածի 4 թե 5%-ն են կազմում։ Եվ ընտրությունների վրա այդպիսի ծանրակշիռ դեռ խաղալ չեն կարող։ Իհարկե, ընտրությանը մասնակցողների առումով սա մեծ տոկոս է, բայց այնուամենայնիվ խնդիրը սրանում չէ։ Պարզաբանեմ խնդիրը ինչումն է։ Ուրեմն, երբ որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախի հանրապետությունը ճանաչում է Ադրբեջան եւ վերջագետ, դրանով ընդունում է, որ Արցախի հանրապետության տարածքը հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ արցախցիները հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ, ստացվում է, որ ինքը ընդունում է, որ Հայաստանի քաղաքացիները օկուպացրել են Արցախի հանրապետության իրենց տարածքային ամբողջականության մասը, այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասը։ Եվ այդ համատեքստում Ադրբեջանը օրինակ իրավունք հաստանում դիմել միջազգային դատարաններ, ասել դե քանի որ Հայաստանի քաղաքացիներն են օկուպացրել, ուստի հատուցումները տրամադրեք եւ այլն։ Հիմա էլ կարող են։ Տեսեք, դուք ասում եք հատկացումներ են արել Արցախի հանրապետությանը, հիմա Արցախի բարձր ղեկավարությունը ռազմաքաղաքական Բաքվում է, գերի է ու ասում են ահաբեկչությանն են ֆինանսավորել, ստացվում է, որ Հայաստանի իշխանության այդ տրամաբանությամբ ստացվում է Հայաստանի կառավարությունը եւս։ Դրա մասին պետք էր մտածել, երբ որ Արցախը ճանաչում էին որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ախր այնքան այսպիսի խնդիրներ ունենք։ Լավ, մի ուրիշ հարց ներկայացնեմ։ Արցախցին քաղաքացի չի։
Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Հայաստանի Հանրապետության դատավորներից հիմա անուն ազգանունները չեմ նշի զուտ հարգանքից ելնելով։ Բայց Տիկին Ավանեսյանը օրինակ գիտի ես ում մասին եմ խոսում, կարծում եմ Տիկին Արզումանյանը եւս գիտի ում մասին եմ խոսում։ Բազում արցախցիներ չունենալով Հայաստանի Հանրապետության իրենց լեզվով ասած քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության դատավորի պաշտոն են զբաղեցրել։ Հայաստանի Հանրապետության դատավոր ինչ հաստատում իրականացվել է ապօրինի արդարադատություն, հիմա այդ մարդկանց դատած մարդիկ իրավունք ունեն դուրս գալ, որովհետև դատավորի պաշտոնը կարող է զբաղեցնել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Նույն ձևի նաև քննիչներ, դատախազներ, բարձրաստիճան զինվորական սրանք բոլորը հանրային ծառայողներ են եւ ըստ էության կարող են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնել միայն այն դեպքում, եթե հանդիսանում են Հայաստանի քաղաքացի։ Օրենքով բացառությունը միայն վերապահված է ՏԻՄ-ի, տեղական ինքնակառավարման մարմինի հանրային ծառայողներին։ Իրանց հանրային ծառայողներին որոշակի պաշտոն զբաղեցնող անձանց, իրանց համար պարտադիր չի։ Բացարձ մնացած պաշտոնները, օրինակ դատավորի համար պարտադիր է, դատախազի համար պարտադիր է, քննիչի համար պարտադիր է, ոստիկանների համար պարտադիր է, զինվորականների համար պարտադիր է։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այսքան ժամանակ ինչ եղել ապօրինի է եղել, կամ երբ որ հերթը հասնում է նրան արցախցին քաղաքացի է, օրինակ, բազում արցախցիներ հիմա գտնվում են հետախուզման մեջ, օրինակ, զորակոչից խուսափելու եւ նմանատիպ այլ հիմքերով։ Բա եթե քաղաքացի չեն, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականություն չեն կրում։ Բա ո՞նց են այս զորակոչից խուսափելու մեղադրանք, ո՞նց եք նրանց վրա դնում։ Ինչու եք նրանց նկատմամբ հետախուզում հայտարարում։ Քաղաքացի չեն, քաղաքացի չեն։ Ու սենց մի հատ տարածված կեղծ տեղեկություն կա, որ դե իմացեք, որ եթե ընտրությունների մասնակցեք, եթե քաղաքացի եք, ապա նաև ծառայելու եք։ Ինչի որ Արցախցին է խուսափել ծառայությունից։ Այդ որ Արցախցին է խուսափել։ Ոչ մեկ էլ չխուսափում։ Տվեք մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերապահված իրավունք եւ պարտականություն, մենք մեր իրավունքներն էլ կիրացնենք, մեր պարտականություններն էլ կկատարենք։ Այսինքն ունենք զինվորական ծառայության պարտականություն, կծառայենք։ Ես միանշանակ դրա կողմնակիցն եմ։ Միանշանակ։ Բայց պետք է նաեւ ոչ միայն պարտականությունը լինի, այլ նաեւ իրավունքը։ Ինչպես ունի իրավունքներ, այնպես է պետք է ունենա պարտականություններ, այո, դա ընդունում ենք։ Եվ այս տրամաբանությամբ կարելի ասած դատարանի որոշմամբ դատարանը չի ճանաչում եւ չի ընդունում փաստականի վկայականը։ Ասма դուք քաղաքացի եք, վերջ։ Մենք բոլորս քաղաքացիներ ենք։ Քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մի հատ էլ ներողություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողների երեխաները եւ ծնողները այս տարիների վերջին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնվող երեխաները։ Քաղաքացիները, որոնք Ոչ, այստեղ չկա ծննդյան փաստի ուժով քաղաքացիություն մենք չենք ստանում։ Չենք ստանում։ Օրինակ իմ երեխան ծնվել է Հրազդանում, որովհետև պատերազմեր 2020 թվականի հոկտեմբերի 15-ն էր, իմ երեխան ծնվել է Հայաստանում, բայց ինքը չունի Հայաստանի Հանրապետության քաղաք։ Ու դիմել է, հա, որոշակի գործողությունները հասկացանք, բայց Արցախից ծնված է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման ինստիտուտների մեջ դասված չէ, ծննդյան փաստի ուժով մենք քաղաքացիություն ձեռք չենք բերում։ Պետք է ծնողները լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ինչ ճակատագիր է սպասում։ Հայաստանի Հանրապետությունը նրանց համարում է քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կարող են ազգությամբ հայ լինելու փաստի ուժով դիմել եւ պարզեցված կարգով ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաք։ Բայց այդ պարզեցված կարգը ասում են, ինչ նորում քաղաքացիություն։ Մարդիկ մի տարիա չաչարում են, որ քաղաքացիություն ստան, չեն ստան։ Գիտեք, արցախցիները քաղաքացիությունը այսպես թե ընդունում էին զուտ սերտիֆիկատ, ստից սերտիֆիկատներից օգտվելու համար։ Ես ավելի քան վստահ եմ, որ արցախցիների մեծամասնությունը քաղաքացիությունը զուտ ընդունել է ընտրությունների մասնակցելու իրավունք ստանալու նպատակով։ Այդ դրա մասին է վկայում նաև պրակտիկան։ Քանի քաղաքացի կա ընտրված, քանի անց կա քաղաքացիություն ընդունած, եւ քանի անց կա, ով որ դիմել է սերտիֆիկատի համար ու իրացրել է։